Պատրաստում ենք ամենափափուկ մեղրով խմորեղենը, որը անտարբեր չի թողնի ձեր հյուրերին, եւ այսպես մեղրն ու սոդան լցնում ենք տարայի մեջ եւ դնում ջրային գոլորշու վրա։ Խառնում ենք մինչև մասան ավելանա ծավալով եւ փրփրի։ Ավելացնում ենք կարագը եւ շարունակում եփել ջրային գոլորշու վրա մինչև մասան ձեռք բերի գեղեցիկ կարամելային երանգ։ Առանձին հարում ենք ձուն եւ շաքարավազը եւ ավելացնում եփվող զանգվածին։ Արագ-արագ խառնում ենք, որպեսզի ձուն չհասցնի եփվել։ Թողնում ենք եւս 10-15 րոպե գոլորշու վրա, այնուհետև հենց այստեղ ավելացնում ենք ալյուրի մի մասը։ Լավ խառնում ենք, որից հետո շարունակում հունցել աշխատանքային մակերեսին։ Շատ ալյուր չենք ավելացնում։ Բաղադրիչների քանակները կգտնեք նկարագրության մեջ։ Ստացված խմորը բաժանում ենք մասերի, գրտնակում, ծակծկում եւ թխում 200 աստիճան տաքացված ջեռոցում մինչև կարմրելը։ Ջեռոցից հանելուց անմիջապես հետո կողքերը հավասարացնում ենք եւ թողնում շերտերը սառչեն։ Կրեմի համար շաքարավազը, օսլան եւ կաթը խառնում ենք եւ եփում մինչև թանձրանալը։ Ցավոք այդ կադրը բաց է թողնվել։ Թողնում ենք սառչի, այնուհետև սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք եւ քիչ-քիչ ավելացնում սառած կրեմը։ Ավելացնում ենք նաեւ վանիլին, լավ հարում եւ ստանում այսպիսի կրեմ։ Ստացված կրեմով միացնում ենք շերտերը, այնուհետև շերտերի կողքերի ավելացած հատվածները մանրացնում ենք եւ մաղի օգնությամբ լցնում խմորեղենի վրա։ Արդյունքում ստանում ենք ամենափափուկ ու համեղ մեղրով խմորեղենը։ Բարի ախորժակ։